Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը որոշել է սրբագրել հայոց ցեղասպանությունը եւ նորանկախ Հայաստանի առաջնորդների կողմից պետության անունից որպես պարգևատրում հանձնված զենքերը հետ հավաքել։ Այս նախագիծը առաջացրել է լուրջ դժգոհություններ ոչ միայն շահառուների շրջանում, այլև հենց ԿՊ-ի ներսում։ Օրաթերթը հայտնում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ։ Պետության ներսում գործող բանդան դեռ անպատիժ է, ավելին, ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների գործուն ջանքերով պարագլուխները օրեր առաջ փախել են Հայաստանից։ Օրաթերթը նաև գրում է. Փաշինյանը ԿՊ վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պետք է երկու ընտրությունների կապակցությամբ դրամահավաք իրականացնել, եւ դրա մեկնարկը տվել են կիրակի օրը։ Բանն այն է, որ Գյումրիում մեկնարկած ԿՊ դրամահավաքը իրականացվել է անկանխիկ եղանակով։ Բաքուն անցյալ պահանջներ ունի։ Խոսքը սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնվել է, այլ 350,000 ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի ռազմական հանցագործներին Բաքվին հանձնելու մասին։ Հրապարակ օրաթերթը նաև գրում է. Գրիգոր Մինասյանի գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում։ Գյումրիում տեղական իշխանությունները տերոր են անում համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարների նկատմամբ։ Խոսքը մանկապարտեզների, բժշկական հաստատությունների եւ այլ հիմնարկների մասին է։ Հրահանգվել է ռեալ ձայն տվողների ցուցակներ ներկայացնել, որպեսզի ԿՊ-ն գույքագրի ունեցածը եւ հասկանա, թե ինչ պետք է ձեռնարկի չքվեարկողների նկատմամբ, գրում է օրաթերթը։ Հրապարակ օրաթերթը գրում է. այսօրվանից խորհրդարանը կքննարկի կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։